Տիրոջը իրականում մեր Աստված մեծ է, ամեն ինչ իր ձեռքերում է, ամեն ինչ ինքն է անում, ամեն ինչ իրանով է ու դեպի իրան է, ու ողջ փառքը պատկանում է մենակ իրան։ Մենք այնքանով ենք լավը, ինչքանով որ մոտիկ ենք Հիսուսին, մենք այնքանով ենք ճիշտ ապրում, ինչքանով որ իր ուզածով ենք ապրում։ Մենք այնքանով ենք մաքուր, ինչքան որ մոտենում ենք մաքրողին, հա, սիրելիս։ Դրա համար եթե մեր կյանքերում ինչ որ մի լավ բան կա, մի հաջողություն կա, մի մաքրություն կա, մի գեղեցկություն կա, այդ ամեն ինչը մենակ մի բանից է գալի։ Ինչքանով ես դու մոտենում իրան, որովհետև Աստվածաշունչն ասում է ամեն բարի բան իրանից է գալի, հա, ուրիշ տեղից տարբերակ չկա։ Ու մեր մոտենալն էլ կախված է մեզանից։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ։ Մի անգամ եւս ծնունդը շնորհավոր, սիրելիս, Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Փառք ամենակարող Աստծուն։ Այնքան լավ է, գիտեք, որ եկեղեցին, գիտեք, աշխարհում ստատիստիկան լավ չեմ հիշում, բայց կարծեմ 90%-ից ավել է, որ նոր ստեղծվող եկեղեցիները առաջի 3 տարին լուծարվում են, հա, ամբողջ աշխարհով մեկ, նենց որ 9 տարին դա մեծ բան է, դա հաղթանակ է, ու ոչ գնալ առաջ, հաղթանակից հաղթանակ, հասնել այս ամեն ինչին, հասնել նրան, որ դուք ունեք, որ դուք հոգևոր աշխարհում այս տարածաշրջանում բան եք ասում, ու այդ ասածը իշխանություն ունի, այդ արդեն մեծ բան է, փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ, իհարկե Հովիվ Մեհերի ներդրումը դրա մեջ շատ է, Սուսան քրոջ ներդրումը շատ է, բայց դա ձեր բոլորի արած գործն է, սիրելիներս, հա, նենց որ Տերը օրհնի քեզ, շատ շնորհակալություն, որ դու կաս այսօր ստեղ, գնա առաջ չկանգնես, այսօր կակրաս այդպիսի խոսք եմ վերցրել, որը որ ինչ որ չափով կապված է հենց ձեր ծնունդի հետ ու ամեն մեկիդ հետ, ձեր արածի հետ, հա, որովհետև գիտես կյանքի ընթացքում, ծառայության ընթացքում, հոգևոր կյանքի ընթացքում Սատանան կարա գա ասի, ոչի բանը չես ստանում, ում ես պետք, լավ ինչ ես գնում, չհոգնեցիր, այդքան գնացիր եկար, խմբակ խես անում, ինչ ես կանգնում փառավանում, ինքը գալիս է ու ամեն մեկին է ասում, ինչ ես մարդկանց Հիսուս վկայում, հավես ունես, հիմա խոսալու ես անպատվեն, խոսալու ես 2 բառ ավելացեն, հանգիստ քո համար ապրի, ու սատանան ինքը վարպետ է քեզ համոզելու, վարպետ է քեզ համոզելու, որ դե լավ, Աստված զբաղված է քո ժամանակը չի, քեզնով ընկնելու ժամանակ չունի այսօր, հա, ամեն ձև կարողանում է խաբի մարդկանց։ Ես ուզում եմ մի պատմություն կարդամ, Աստվածաշնչում է գրված Հովհաննես ավետարանում, Հիսուսը ջրօրի մոտ նստած է, ծարավ, պարզվում է Հիսուսն էլ է ծարավում, պատկերացնում եք, ամենակարող Աստված ջուրը ստեղծողը ծարավել է, նորմալ է, որովհետև ինքը մարդացել է իմ ու քո պատճառով, որ իջնի երկիր, դրա համար ինքը հիմա մարդու կարգավիճակում է, լինելով Աստված, մարդու կարգավիճակում նստած է ջրօրի կողքը, և գրված է Հովհաննես 4:7-ում, արդ սամարացի մի կին եկավ, որ ջուր հանի, Հիսուսը նրան ասեց, ինձ ջուր տուր խմեմ, Գիտեք, սամարացի է գրած, սամարացիները իրանք համարվում էին անհավատ և հրեաների համար կեղտոտ, իրանք չէին խառնվում, իրանցից բան չէին կարող ուզեին։ Եվ հետաքրքիր է, գիտեք, Հիսուսը այս կնոջ կարիքը ունի։ Պատկերացնում եք, Հիսուսը այս կնոջ կարիքը ունի, ասում է ինձ ջուր կտաս խմեմ, ծարավեմ։ Ժամանակակից այդ փնթփնթամ փարիսեցիները, այդ քննադատները, գիտես ինչ կասեին Հիսուսին։ Հիսուս դու լինելով այդեն սուրբ մարդ, ոնց ես քեզ թույլ տալիս, այս 5 հատ մարդ ունեցած հիմա այս սիրածի հետ ապրող կնոջից ձեռքից ջուր վերցնես։ Բա չես ամանչում, չես նայում, ես ով է։ Մեղավոր այլազգի, դու իր ձեռից ոնց ես ջուր վերցնում։ Դելիս Հիսուսը ընդամենը մի բաժակ ջրի կարիք ուներ։ Մի բաժակ ջրի ընդամենը ասում են ջուր կտաս խմենք։ Ու մենք գիտես մեկ-մեկ հոգևորներս այնքան ենք դառնում փիլիսոփա,
կնստեինք կմտածեինք, ինչ բաժակով ջուր կարայինք Հիսուսին տայինք, խրուստալից լիներ, թե չգիտեմ, ապակուս լիներ, թե ճեն ապակուս լիներ, թե կավից լիներ, ով տաներ, ով էր արժան Հիսուսին տանի ջուր տա, աշակերտներից որ մեկը կարար Հիսուսին ջուր տար, ու գիտես, այնքան կարայինք այնքան կարայինք այդ փիլիսոփայինք, մտնեինք դոկտրինալ փակուղի ու Հիսուսին ծարավ թողեինք։ Խոսանք, քննարկենք, բայց ինքը արժանի չի, մեղավոր կնիկա 5 հատ մարդ ա ունեցել, հիմա է սիրածի հետ ապրում։ Ոնց իր այդ կեղտոտ ձեռքերով տանի Հիսուսին ջուր տա։ Բայց գիտեք, Հիսուսը ընդամենը մի բաժակ ջրի կարիք ունի։ Ու մի հատ բան եմ ուզում քեզ ասեմ։ Աստված քո կարիքը ունի, անկախ ամեն ինչից։ Աստված ամեն մեկիս կարիքը ունի։ Այս երկրի վրա իր կամքը անելու ամեն մեկիս, տես մարդ չկա, որ «Բա ես այնքան մեղավոր եմ, ես ոնց Աստծուն մոտենամ»։ Կամ փիլիսոփային, գիտես ինչ կա, ես այսպես, նոր այսպես։ Մենք կարանք այնքան փիլիսոփայինք, որ Հիսուսին վերջում ծարավ թողենք։ Ու շատ քրիստոնյաներ կան այսօր։ Ես դեռ պատրաստվում եմ հոգեպես, ինչի՞ չես ծառայում։ Ես հոգեպես դեռ պատրաստվում եմ, խորը հայտնությունների մեջ եմ մտել։ Ու 10 տարուց տենում ես տարօրինակ ձև դուրս ա եկել։ Դարլա տարօրինակ։ Ու տենց էլ Հիսուսին ծարավա թողել։ Աստված մեր կարիքը ունի, սիրելիներս։ Եթե Աստված փիլիսոփաների կարիք ունենար, խորը գիտնականների կարիք ունենար մենակ, իր աշակերտների փարիսեցիներից կընտրեր, ոչ թե ձկնորսներից, որ անգրագետ էին բոլորը։ Այնքան անգրագետ էին, որ այդ գիտնականները այն վաղտման նայում էին, ասում էին, «Այս անգրագետ անուսում մարդիկ ո՞նց են Աստծուց խոսում»։ Այդքան անգրագետ էին, իրանք ձկնորս էին։ Այն ժամանակ, որ մեկը դպրոցում լավ չէր սովորում, գնում ձկնորս էր դառնում։ Մի քանի դասարան սովորում էին ու դուրս էին գալի ձկնորս էին դառնում։ Լավ սովորողները կամաց Աստծո խոսքեր էին ուսումնասիրում, վերջում դառնում էին օրինական, փարիսեցի եւ այլը, դատավոր։ Անգրագետները ձկնորս էին դառնում։ Պատկերացնում եք, Հիսուսն եկավ ու անգրագետներին ընտրեց, որտեղ իրանց կարիքը ուներ Հիսուսը։ Հիսուսը տեսքով չի նայում, ուղեղով չի նայում։ Ընդհակառակ, ավելին ասեմ քեզ, ինչքան ուղեղը շատ է, այնքան խանգարում ես Աստծուն։ Նկատել եք երեխեն, քանի դեռ ուղեղը քիչ է, որ ասում ես բալես կգնաս հաց բերես, գնում բերում է։ Մի քիչ որ մեծանում, ասում ես սոված եմ մի կտոր հաց, ասում է դե պապ, հացը խմորը լավ բան չի, քեզ հաց պետք չի։ Կլինի մի հատ զամինից էլ բերեմ, փոխարինող մի։ Արդեն սկսում է փիլիսոփայել, որովհետև խելքը տեղն է, ինքը իր հաշվարկներն ունի, իր կամքը, կարծիքը։ Այն մի բար հաց եմ ուզում, հաց բեր։ Ես քո տարիքում եղել եմ, ես գիտեմ հիմա ինձ ինչ է պետք։ Դրա համար շատ հաճախ Աստծուն մեզ խելքը պետք չի, մեր սիրտն է պետք, որ չփիլիսոփային կանենք ինչ որ ուզում է, հա։ Տեսեք, գրած է Հիսուսն ասես մի կտոր մի բաժակ ջուր կտաս, խմեմ։ Ու խոսքում ասում է, որովհետև նրա աշակերտները քաղաք էին գնացել, որ կերակուր առնեն։ Նկատել եք, գրած չի, որ աշակերտները գնացել էին լավ ռեստորան կար։ Մի կտոր հաց ուտեին։ Գրածա գնացել էին, որ հաց բերեին Հիսուսին, որովհետև Հիսուսը իր աշակերտների կարիքներ ուներ։ Այսօրվա խոսքը գիտեք ոնց են վերնագրել։ Ինչով օգնեմ։ Այդ դու պիտի հարցնես Հիսուսին։ Հա, Հիսուսը իմ ու քո կարիքը ունի։ Ինչով օգնեմ։ Մենք գիտես սովոր ենք, որ եթե Աստված, ուրեմն պարտավոր է տա։ Եթե Աստված, ուրեմն կանգնում եմ աղոթքի, ասեմ մեքենա տուր, առողջություն տուր, մարդ տուր, կնիկ տուր։ Եթե Աստված, ուրեմն տու։ Պարզվում է, եթե Աստված, ուրեմն ինչ տամ։ Այսօր մենք զոհաբերություն ենք հավաքում։ Գիտես դու նոր ինչ էիր անում, Աստծուն օգնում էր իր գործը առաջ տանել։ Ось խոսքը Աստված ուզում է, որ մեկ էլ մենք իրան տանք։ Ոչ թե ամեն անգամ կանգնենք, ասենք, մի բան տու, կանգնենք, ասենք, ինչ անեմ քո համար, ինչով օգնեմ, Աստված մեր կարիքը ունի։ Տեսեք, աշակերտները գնացել են կերակուր բերեն, Հիսուսն էլ այս աղջկան ասում է, մի բաժակ ջուր կտաս ինձ, կարիքդ ունեմ։ Սամարացի կինն էլ ասեց նրան, դու որ հրեա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի սամարացի կին եմ, որովհետև հրեաները չեն խառնվում սամարացիների հետ։ Քուրիկ ջան, մի բաժակ ջուր եմ ուզում, կարաս
ջուրը տաս, նոր հարցեր տաս, հա? Ընդամենը մի բաժակ ջրի կարիք ունեմ, մի բաժակ ջուր կտաս խմեմ, չէ, պետք է փիլիսոփայենք, չէ, բա որ դու հրյա ես խի սենց, ուզում եմ ինչ-որ բանով օգնես, կապ չունի ես ով եմ, դու ով ես, գիտես Աստված միշտ իմ ու քո կարիքը ունի, շատ հաճախ այն տեղերում, որ դու սկի չես էլ պատկերացնում, դե լավ, ես Աստծուն ինչ պետք է անեմ, ոչ երգել գիտեմ, ոչ նվագել, էլ ինչ պետք է անեմ, դու երբեք չես կարա իմանաս Աստված որտե կարա քեզ օգտագործի, բայց Աստված միշտ մեր կարիքը ունի, երեք մի անգամ ես պիտի թռնեի ինչ-որ երկիր, չեմ հիշում ուր պիտի թռնեի, շաբաթ օր էր, մեր մոտ էր շաբաթ օրը 2-ին է ծառայությունը, այնպես էր, որ այդ օրն էլ կինս պիտի ծառայեր եկեղեցում, ես պիտի գնայի արևմուտք օդանավակայան, ինձ պիտի մի մեքենա գար տաներ արևմուտք, իրան պիտի տանեին հարավ եկեղեցի, նենց եղավ, որ ամեն ինչ խառնվեց իրար, ասի լավան, ես քեզ կտանեմ եկեղեցի, ընդեղից ինձ իմ մեքենայով ինչ-որ մեկը թո տանի օդանավակայան, հետո նոր բերի մեքենան տուն, ես քեզ կտանեմ եկեղեցի, ու գիտեք գնացել եմ եկեղեցի 5 ժամ ունեմ մինչև թռիչքը, չգիտեմ ինչ անեմ, նստած սենյակում ասենց, ես խի եկա ստեղ, ես խի եկա, ախր գնամ ուրիշ երկիր, հիմա ստեղ 5 ժամ նստեմ, ինչ ամ, չեմ կարա մտնեմ եկեղեցի, ժողովուրդը տեսնի, որովհետև որ տեսան կմնամ եկեղեցում, բախկվել եմ սենյակումը, սպասում եմ երբ է ծառայությունը սկսելու, ես թողեմ գնամ, մեկ էլ դուրը ծեծեցին, մի երկու հոգի տեսել էին, բա հովիվ ջան, տեսել ենք որ ստեղ ես, ստեղ մի հատ կին է եկել, որը որ 520 կիլոմետրից եկել է, 3 անգամ երազում տեսել է, որ դու իր համար աղոթում ես, ինքը բժշկվում է, ու հիմա 520 կիլոմետր տաքսիով եկել հասել է, իմացանք ստես կլինի մի հատ իր համար աղոթես, իրես աղոթեցի ու տարան ինձ օդանավակայան, ու հետո մտածում եմ, ասում եմ, աստորեն ընդ իմ կարիքը կարաս, ամեն ինչ խառնեցիր իրար, որ ես օդանավակայան չգնամ, ես գնամ եկեղեցի, որ քո ինչ որովհետև ինքը ինչ որ մեկին երազով ասել է, հենց ինքը պիտի քո համար աղոթի, ոչ թե մենակ ես կարա իրան աղոթեի, որ բժշկվի, չէ, երազով ցույց է տվել է, որ լսի, այս մարդու կարիքը կա քո աղոթքի համար, ու ես կխառնեմ ընդ ինչ պետք է, հա? Ես կխառնեմ դու գնա հասի, ես իրան կբերեմ կհասցնեմ եկեղեցի, կնստացնեմ պարապ թո նստի ընդեղ, որ դու գաս իր համար աղոթե քո համար։ Տեսեք, Աստված մեր կարիքը ունի ու պետք է սաղ աշխարհն էլ կխառնի իր գործ անելու համար։ Մենք պետք է բացումնենք ընդունելու։ Հիմա եկել է, չգիտեմ, եկել է մի հատ քուրիկ ջուր տանելու, մի հատ ջուր է, Աստված մի բաժակ ջուր է ուզում, չէ՞ իրանից։ Այ բալա կարիքդ ունեմ, մի բաժակ ջուր կտաս։ Հա դու ինձնից ոնց ես ջուր ուզում, ես կեղտոտ, դու մաքուր ձեր օրենքով։ Հիսուսը պատասխանեց նրան ասեց. Եթե Աստծո պարգևը իմանայիր, թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմեմ, ապա դու նրանից կխնդրեիր եւ նա կենդանի ջուր կտար քեզ։ Հետաքրքիր մի բան է ասում։ Հիսուսն ասում է, դու չես էլ պատկերացնում։ Ես եկել եմ ստեղ փոխանակման քո հետ։ Դու ինձ սովորական ջուր տու, ես քեզ կյանքի ջուր տամ։ Դու ինձ երկնային հարց լուծի, ես քեզ երկնային հարց լուծեմ։ Եկել եմ փոխանակում անեմ հետդ։ Մի բաժակ ջուր ա տուր էլի երիքա խոսաս։ Ընդամենը մի բաժակ ջուր եմ ուզում։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Խոսակցությունը գնում է ուրիշ ուղղությամբ, մեր պապերը, ձեր պապերը ստեղ էին պաշտում, ընդեղ էին պաշտում եւ այլը։ Հիսուսը կոնկրետացնում է զրույցը։ Հիսուսը նրան ասեց. զգաց որ ուրիշ կոմ ալարիվ գնում, ասեց. գնա կանչի քո մարդուն եւ եք այստեղ։ Երկու հատ բարձ հրահանգ է տվել, առաջինը մի բաժակ ջուր տուր, երկրորդն ասում է գնա մարդուդ վերցրու, երկուսով արեք ստեղ։ Աստված միշտ պարզ է խոսում, մենք ենք բարդացնում, մենք ենք վրան բան ավելացնում, մեր կարծիքը ավելացնում, բայց սենց ավելի լավ կլինի։ Գիտես կարևոր չի ոնց լավ կլինի, ինքն կարևոր է ոնց Աստծո կամքը կլինի։ Ու շատ հաճախ Աստծո կամքը այն քո իմացած լավը չի։ Շատ հաճախ Աստծո կամքը կարա դաժե անգամ տարօրինակ երևա, անգամ զարմանալու երևա, անգամ վատը լինի, դու զարմանաս ոնց է։
Բա մենք մտածում էինք, որ սենց պիտի լինի, չէ՞ որ սենց է սիրուն։ Աստված սիրունի Աստված չի, Աստված ճշտի Աստված է։ Աստծու մոտ ամեն ինչ ճիշտ է։ Շատ հաճախ այդ ճիշտը գեշ տեսք ունի, բայց ճիշտ է։ Դառը տեսք ունի, բայց ճիշտ է։ Գիտես, լիքը դառը բաներ կան, որ ուտում ես օգտակար են։ Ավելին ասեմ քեզ, շատ հաճախ դառը բաները շատ ավելի օգտակար են, քան թե քաղցրերը։ Շատ հաճախ քաղցրերը վնասակար են, որովհետև շաքարով են, մեջը շաքար կա։ Հա։ Դրա համար մեկ-մեկ այդ դառը, որ նայում ես, ասում ես, բայց Աստված ջան, այս քաղցր տարբերակ կա։ Քաղցրը բայց օգտակար չի, դառնա ճիշտը։ Մի բաժակ ջուր կտաս, երկրորդ հրահան գտվեց, դու ջուր, լավ, գոնե հələ գնա մարդուդ բեր։ Մարդն էլ դու գիտեք, 5-ը սիրած ուներ, 5-ը մարդ ուներ, 5-ից հետո սա 6-րդն է ու սիրածն է։ Ու երբ որ ես ամեն ինչը Հիսուսը իրան ասում է մարդ չունեմ, ասում է ճիշտ ասեցիր մարդ չունես, որովհետև 5-ատ մարդ ես ունեցել, ես էլ քո սիրածն է։ Ահա մարգարե ես, բան խառնվեց իրար, եւ 28 խոսքում գիտեք ինչա գրած։ Կինն էլ իր կուժը թողեց ու գնաց քաղաք։ Այ աղջիկ ջան, ուր ես գնում, մի բաժակ ջուր եմ ուզում։ Կուժը թողեց գնաց։ Խնդրեմ, ասում ջուր քաշի խմեմ, էլի։ Կուժը թողեց գնաց քաղաք։ Դες երբ որ Աստված մեզ մի բան է ուզում մեզանից, արի անենք նոր հարցեր տանք։ Արի գլուխներս կախ անենք։ Հետո սկսենք մեր հարցերը։ Գնաց քաղաք եւ մարդկանց ասեց. եկեք տեսեք, մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ, արդյոք նա է Քրիստոսը։ Մի մարդ, որ գիտի բոլորը ինչ որ գործել եմ։ Հիսուսը գիտեր այդ կնոջ ամեն արածը։ Հիսուսը գիտի իմ ու քո կյանքը, սիրելիս։ Մեկ-մեկ քրիստոնյաները գիտեք ինչ են անում։ Ջայլեր մի նման գլուխը մտցում են հողի մեջ ու սկսում են հողի տակ ճիճու ուտել, մտածում են Աստված չի տենում։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Աստված լավ գիտի ամեն մեկիս կյանքը, սիրելիս, ոնց ենք մենք ապրում։ Ես մեկ-մեկ լսում եմ պատմություններ քրիստոնյաների ինչերի մեջ են խայտառակություն։ Լացս գալիս է։ Լավ ասում ես մարդիկ չեն հասկանում, որ Աստված իրանց տեսնում է։ Աստված ամեն ինչ գիտի։ Ասում է եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասեց բոլոր իմ ինչ որ գործել եմ, իմ արածները, արդյոք նա է Քրիստոսը։ Աստված ամեն ինչ գիտի, սիրելիս։ Ու ինքը գիտեք, Աստված մարդիկ է ման գալի, որ իր կամքն են անում։ Մարդիկ է ման գալի, որ առուծ են։ Իսկական առուծ են, ասենք ոչ թե առավոտ արթնանում, Տենա մեսօրից ինչի մեջով եմ անցնելու։ Թե Աստված ուզում է առուծի պես մռնչանք։ Գիտես, կան առուծներ, որ մռնչում են, որ տեսնում եք ջունգլիներում մեկ էլ հեռուստացույցով տեսնում ես առուծը մռնչաց ու բոլոր կենդանիները ձեները կտրեցին։ Ինչև է ով ինչ ասես անում էր։ Ես մի անգամ տես տեսարան եմ տեսել բանում, գազանանոցում, փակ գազանանոց, սենց կլոր ցիրկի նման գազանոց Եվրոպայում միտեղ, ու ինքը ներսը զիմնի իրան ձմեռային գազանանոց է։ Ամեն կենդանի կար։ Դրսի կողմից իրանց ամառայինն է, ձմեռը փակում են դրսերը, որ դեպի դուրս չգա, ասես կլոր ու ներս ես մտնում ամբողջ մեծ գազանանոց է, պատկերացեք 4 կողմը պատերի տակ։ Ու դու ման ես գալի, ու գիտեք մտանք ընեն ժոխորեր, կապիկները հու իրանց են ձեներով, հա, թութակները ընդ են ճվում։ Իրոք այն որ 100 ձեն է խառնվում իրար, արդեն չես կարող լսես։ Առուծը հանգիստ պարկած էր, այդ առուծների այդ պրայդը, հա, մեկ էլ այդ որց առուծը կանգնեց, ինքն էր սենց կուպլա սարքած մեծ տարածք, պատկեր փակ տարածք։ Մի հատ որ չմռնչաց, գոռաց։ Այդ դղրդած սաղ տարածքը, այդ էխուն տարածվեց ու ամբողջը լռեցին, մարդիկ էլ գիդերն էլ։ Լռություն sense մի անգամից, որովհետև առուծը մռնչաց։ Հիմա մի հատ հարց տամ քեզ։ Ձեր փողոցում, այն որ մի հատ փողոցային շուն մեկը խփում է, կամ մի հատ երկու շուն իր հետ կռվում են, մեկը ցավացնում է, այն մեկը որ վնգստում է, ինչ որ մեկը դրանից վախենում է, չէ։ Շան վնգստոցից ոչ մեկ չի վախենում, բայց առուծի մռնչոցից բոլորը ձեները կտրում են։
Աստված այդտենց առուսներ ան գալիս։ Իրան վնգստացող քրիստոնյա պետք չի կներես։ Իրան մռնչացող առուց է պետք։ Լիքը մարդիկ մեղքերի մեջ վնգստում են։ Ախ, ուխ, իխ։ Ոնց անեմ սրատակից դուրս գամ։ Մինչև մենք չհասկանանք ով ենք մենք Տիրոջ մեջ։ Սատանան ամբողջ կյանքում նենց անելու, որ այդ մռնչոցի տեղը վնգստոց դուրս գա։ Բայց երբ որ դու հասկանում ես ով ես ու հասկանում ես ով է քեզանով հետաքրքրված, այսօր եթե կան քեզ ասեն, գիտեք ինչ կա, գուբերնատորը քո կարիքը ունի, կձգվես չէ ուրախությունից, հագնվես սիրուն, կգնաս մոտը տնաս, ինչով կարող եմ օգնել, ինչ էլ ասի կանես, ասես գուբերնատորն է, լավ խաթրից դուրս չգամ, բա երկնքի երկրի արարիչը մեր կարիքը ունի, ինչ կլինի, մի բաժակ ջուր տուր, գիտես, Աստված, տեսեք, Հովանես Մկրտիչի կարիքը ուներ Հիսուսը, որ իրան մկրտի, մարդու կարիք ուներ, որ իր ճանապարհը պատրաստի, իրան մկրտի, այս կնոջ կարիքը ուներ, ջուր ուզեց, անգամ ծառի կարիքը ուներ, գնաց թզից թուզ ուտի, թզի ծառից, գնաց թզի ծառին մոտեցավ, որ թուզ ուտի, որովհետև այդ թզի ծառի կարիքն էլ ուներ Աստված, աշակերտներին նոր կարդացի ուղարկեց հաց բերեն, որովհետև հացի կարիք ուներ, աշակերտների ձեռքից վերցնելու հացի կարիք ուներ, Պետրոսին ասեց, Պետրոս, կարիքդ ունեմ, ստեղ հարկ են ուզում, կգնաս են ձկան բերնից մի հատ կոպեկ բերես, իմ փոխարեն հարկ տաս, կարիքդ ունեմ։ Մեկին ասեց, լսի տրանսպորտի կարիք ունեմ։ Մարգարեություն կա, պիտի էշով մտնեմ քաղաք։ Կլինի էշը մի քանի օրով տաս։ Քո կարիքը ունեմ, ասես, կլինի տաս։ Այն մեկին ասեց, լսի տեղ ունեմ, կարիք ունեմ, վերջի բանկետս անելու, շատ կարևոր կարիք ունեմ, պիտի իմ աշակերտների հետ ճոխ բանկետ անեմ, վերջի բանկետն է, խորհրդավոր ընթրիքը, կլինի վերնատունը տաս, քո կարիքը ունեմ։ Նկատում եք ինչքան մարդկանց կարիք ունի։ Սիմոնին ասեց, լսի խաչս պետք է տարվի հասցվի։ Էլ չեմ կարում, կարիքդ ունեմ։ Կօգնես խաչը հասցնեն, ես կխաչվեմ, դու մենակ հասցրու տեղ, բայց քո կարիքը ունեմ, դու հասցրու, ես կխաչվեմ, խաչի վրա զինվորներին գիտեք ինչ ասեց, տարավ եմ, ձեր կարիքը ունեմ, մի բաժակ ջուր կտաք, զգում եք Աստված ինչքան կարիք ունի, ինչքան մեր կարիքը ունի, ինչքան սա շուտ ենք հասկանում, այնքան ասում ենք ինչով օգնեմ, Քանի դեռ դա չենք հասկանում, գիտեք ինչ ենք ասում, ինչով կօգնես։ Մենք որ մի հատ բարեկամ գործերը լավանում է, մեկ էլ ասում են, այնքան գործերը լավացավ, այնքան նենց հպարտ է դառը, քիչ է շփվում, չգիտեմ, ամեն ծնունդի չի գալի։ Խնդիրը գիտես ինչի մեջ, ինքը չի հպարտացել, դու ես իրան արդեն հոգնածրել։ Հենց գործերը լավանում է, սաղ բարեկամները զանգում փող են ուզում։ Ինչ անի, ստիպված հեռվանում է, որ չսննկանա։ Հասկանում եք խնդիրը որտեղ է։ Մենք մտածում ենք ինքն է հպարտացել, այն ինչ ինքը չի հպարտացել։ Մեկը փող է ուզում, մեկը մեքենա է ուզում, մեկը գործ է ուզում։ Ստիպված այդ մարդը կամաց իրան հետ է ձգում, որ չբռնեն խեղտեն խեղճին։ Աստված մեր կարիքը ունի։ Գնաց քաղաք այդ քուրիկը ու գիտեք ինչ ասում, գրածա 29 խոսքում ասում է եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասեց բոլոր ինչ որ գործել եմ, արդյոք նա է Քրիստոսը, եւ դուրս ելան քաղաքից եւ նրա մոտ էին գալի։ Նկատում եք, ես կինը տենց էլ Հիսուսի ասածները չարեց։ Երկու բան էր խնդրել։ Ինչ կլինի, ջուր տուր։ Մեկ էլ գնա մարդուդ բեր, սիրածիդ բեր, երկուսիդ հետ մի քիչ խոսամ։ Գործ ունեմ ձեր հետ, ասեմ, որ դուք մեղքի մեջ եք, չի կարելի տենց ապրել, գնա մարդուդ բեր հետդ խոսամ մի քիչ, ոչ մարդուն բերեց, ոչ ջուր տվեց, գնաց սաղ քաղաքին բերեց, խնդիրը գիտես դրա մեջ է հենց, մենք ուզում ենք անենք այն ինչ լավ է, բայց պիտի անենք այն ինչ որ Տիրոջ կամքն է, պատկերացնում եք Հիսուսի խաչը տանող Այդ Սիմոն Կյուրենացին, որ Հիսուսի խաչը տարավ մինչև Գողգոթա, մտածել մի հատ բարի գործ անեմ, խաչը վեկալեմ, փախնեմ, որ Հիսուսին չխաչեն։ Բարի գործ էր չի անելու, բայց ոչ Աստծո կամքը։ Մենք կարանք այտենց մտածենք, բարի գործ անենք,
բայց ոչ թե անենք այն, ինչի կարիքը Հիսուսը ունի։ Բայց պիտի հասկանաս, սիրելիս, Հիսուսը հենց քո կարիքը ունի։ Աստված ուզում է ոչ թե բարի գործ անես, այլ իր կամքը, հիշի դա։ Սա շատ կարևոր է։ Ոչ ամեն բարի գործ չի, որ բարի գործ է։ Մի անգամ Սավողը որոշեց բարի գործ անի, գնաց ու Մարգարեի տեղը զոհաբերություն արեց։ Բարի գործ էր անում, բայց ամեն ինչից զրկվեց իր արածի պատճառով։ Որտեվ Աստծուն բարի գործ անողներ պետք չեն, իր կամքը անողներ են պետք։ Որտեվ մեր բարին ու Աստծու բարին տարբեր է։ Մի անգամ մի հատ երեխու համար մաման գնաց Մարգարեի մոտ, ասեց երեխես մեռնում է, ասեց հենց մտնես քաղաք երեխեդ մեռնելու է։ Ինչ չար պատասխան է, բայց ամենաբարի պատասխանն էր, գիտեք խի։ Ասեց հենց մտնես քաղաք քո երեխեն մահանալու է, որովհետև մենակ իրա վրա բան գտնվեց ու Աստված մենակ իրան է թողել, որ թաղեն։ Իսկ դու քո մարդը սա ձեր ցեղը չի էլ թաղվելու անգամ։ Փողոցները գցած է կլնելու, շներն են ձեզ ուտելու։ Պատկերացնում եք Աստծո բարին ու մեր բարին։ Աստծո բարին մի քանի տարեկան երեխան ասում է Թոմահանա։ Իրան պատվով ճամփու դրեք, գալիս է իմ մոտ։ Թոմահանա, որովհետև մեծացավ, քանի բարի բաներ է անում։ Տանեմ մոտս, մեծացավ հոր նման այլանդակա դառնալու կռապաշտ գնա դժոխք։ Աստծուն ոնց է լավ, այդ երեխուն տանի տուն, թե մի քիչ երկար ապրի, բայց դժոխք գնա։ Օրինակ Հիտլերը եթե 2 տարեկանում մահանար, հիմա երկնքում կլներ։ 20 միլիոն մարդ իմ պապին էլ հետը չէին մահանա։ Եթե ինքը 2 տարեկանում մահանար, քաղցկեղես մահանար, իր մաման ասեր Աստված, այսին չար բան արեցիր, չար չէ, դա բարի բան կլներ։ Շատ հաճախ մեր բարին ու Աստծո բարին լրիվ իր հետ կապ չունեն, հա։ Ու Աստված ամեն մեկիս հետ ծրագիր ունի, սիրելիս։ Ամեն մեկիս հետ իր կարիքը կա, հենց քո հետ։ Հենց քո հետ ու իր ծրագրով, էլի եմ ասում, ոչ թե քո հաշվարկածով, իր բարիով, ոչ թե քո բարիով։ 3 տարիներ առաջ նայեք, Աստված չի օգտագործում այն ինչ որ դու ես մտածում, որ դու կարաս։ Շատ կարևոր է մի բան հասկանաս։ Աստված օգտագործում է քո մեջ այն, ինչ որ ինքն է մտածում, որ դու կարաս, ոչ թե որ դու ես մտածում, որ դու կարաս։ Գիտեք, ստեղ երկողներ կան, փառաբանողներ կան, ես չգիտեմ ձեր մոտ ոնց, բայց շատ հավանական է, որ իրանք մտածել են, իրանք կյանքում չեն կարա նվագեն կամ փառաբանեն։ Որտեղ մենք չենք իմանում մենք ինչ կարանք, ինքը մեզնից լավ գիտի։ Ինքը մեզնից լավ է իմանում մեր ընդունակությունները ու ինչ կարանք անենք առանց մեր իմանալու։ Գիտեք, ինձ 25 տարի առաջ, եթե ասեիք դու կանգնելու ես 5 հոգու առաջ ու Աստծո խոսք խոսած, քարոզես, ես երկար կծիծաղայի, որովհետև ես բեմի մարդ չեմ։ Մինչև այսօր էլ բեմի մարդ չեմ։ Ես բեմի մարդ չեմ, ես ինձ քաշվում եմ, չեմ կարողանում, եթե ես ասենք, ես չգիտեմ, հարսանիք լինի, ասեք մի հատ 2 բառ խոսա, ես չեմ կարող խոսամ, որովհետև ես բեմի մասսայական մարդ չեմ։ Բայց գիտեք 25 տարի առաջ, եթե ասեին կծիծաղալ, բայց 23 տարի առաջ Աստված եկավ, տարավ ցույց տվեց, ասեց լիքը հազարավոր մարդկանց առաջ խոսալու ես։ Ես ուր խոսալն ուր։ Մի անգամ մի մրցույթի դպրոցում 10-րդ դասարան էի, տարան մի հատ մրցույթի, որ պետք է մասնակցեի, շատ էլ ընդունակ էի այդ հարցում։ Վեր կացա կանգնեցի, 2 բառ ասեցի, ամոթուց թողի դուս եկավ, մրցույթից թողը դուս եմ եկել, որովհետև ես մասսայական մարդ չեմ։ Բայց երբ որ Աստված ասես պիտի քարոզես, ասի ես չեմ հասկանում քո ասածից, բայց արի պայման դնենք։ Իմ մոտ դա կոչվում է առաջի աստիճանի պայման։ Ասել եմ Տեր ջան, մինչև առաջի աստիճանն եմ ես, եթե ուզում ես հանես վերև, ես չեմ կարող այնտեղ, ես չկամ այնտեղ։ Դե արի պայմանավորվենք, մինչև առաջի աստիճանը ես եմ, դրանից հետո դու ինչ ուզում ես արա։ Եթե իմ կարիքը տեղ ունես, թե դու էլ առաջնորդի, դու լավ գիտես, ես կարանամ, թե չեմ կարող, եթե կարամ մենակ քեզանով, ես ինձանով իմ ուղեղով չկամ տեղ, հայտարարությունն է, բայց քո առաջնորդությունը, եթե արդեն դու ես, արի պայմանավորվենք, տանում ես, արի սենց էլ գնանք, ասեմ քեզ Աստված քո կարիքն էլ ունի, ու ավելին ասեմ քեզ, Աստված քո երազածից, քո պատկերացրածից ավելի մեծ բաներ կարիք ունի քո կյանքում անելու, քո միջոցով անելու,
ոչ թե քո ընկերների պատկերացրած, հարևաններից պատկերացրած։ Այս երեխեն նենց այնքան սիրուն անես լավ մոդել կդառնա։ Այսօր նկատել եք հիվանդությունը, եթե տեսնում են մի աղջիկ մի քիչ տեսքը տեղնա, ֆիգուրան տեղնա, բոլորը մենակ մի բան են ասում։ Ինքն էս լավ մոդել կլինի։ Չի կարա լավ նկարիչ լինի։ Նենց տպավորությունն է, որ այդ աղջիկը խելք չունի։ Ոչ մի բան չի կա, լավ ֆիզիկ չի կարա լինի, լավ բժիշկ չի կարա լինի, անպայման լավ մոդել է։ Այսօր աշխարհը լրիվ ուրիշ ստանդարտներով է մեզ նայում։ Ու այդ աղջկան Աստված նայում ասում է, չէ, այս երեխեն իմ տունը մաքրողն է լինելու։ Ոնց այս մոդելը հավաքալ է ձեր համար։ Վրազ ուրիշ ձև է, չէ՞ փոխվում դա։ Աշխարհը ուրիշ ձև է նայում ամեն ինչին։ Չէ, ինքը իմ տունն է մաքրելու։ Ես էլ նայեմ ուրախանամ ասեմ, ես էլ երկնքում իր տունը միշտ հրեշտակներին կասեմ մաքուր պահի, որ գա իր դղյակը վայելի։ Աստծո ստանդարտները ուրիշ է, հա։ Կարիքդ կա այնտեղ, որտեղ Աստված է քեզ տեսնում, սիրելիս։ Հենց այդտեղ։ Գիտես, եթե օրինակ ֆուտբոլով մեծ մասը հասկանում եք ֆուտբոլն ինչ է։ Պատկերացնում եք ֆուտբոլում, եթե 11 հոգի են խաղում, գիտեք 11 հոգին էլ վրատարն էլ է, դարպասապահն էլ է, դու գիտեք, որ այդ 11 հոգիներ իրանց ինչ են տեսնում։ Իրանց տեսնում են իդեալական գոլ խփող։ Բոլորը, ամեն ֆուտբոլիստ իրան տեսնում է, հեսա գնամ գոլ խփեմ։ Տեսեք դարպասապահները մեկ կատաղած գնում ու խփում են։ Բոլորը իրանց տեսնում են այդ հարվածող ու գոլ խփող։ Բայց մարզիչը գիտեք ինչ է տեսնում։ Այս մեկը լավ դարպասապահ կլինի, սա պաշտպան կլինի, սա կիսապաշտպան, այս մեկը հարձակվող։ Կարևոր չի դու քեզ ինչ ես տեսնում, կարևորը մարզիչը ինչ է տեսնում, ու ինքն է որոշում ով որտեղ լինի։ Ըստ դրա էլ խաղը կառուցվում է, ինչքան լավ տեսնող մարզիչ է, այնքան հաջողակ է։ Մեր Աստված ամենատեսնող մարզիչն է։ Ինքը լավ գիտի քեզ որտեղ ընկի։ Ու ինքը հենց այդտեղ քո կարիքը ունի, սիրելիս։ Հենց այդտեղ։ Աստված ամեն մեկիդ կարիք ունի։ Այս եկեղեցին գիտեք Փառք Տիրոջը, աճող եկեղեցի է, Աստված իր գործն անում է, հրաշքները, նշանները, ամեն ինչ կա։ Բայց Աստված ամեն մեկիդ կարիք ունի, թե եկեղեցում, մի բան էլ դու անես, թե քո անձնական կյանքում, թե քո բարեկամության մեջ, հա, ամեն տեղ կարիքդ ունի։ Մի հատ առաքյալ ունենք Պողոս անունով, լսել եք իր մասին շատ։ Գիտեք ինչ էր անում, գնում էր քրիստոնյաներին ծեծեր, սպաներ, գրածա ստիպում էր, որ Հիսուսին հայոյեն, պատկերացնում եք ինքը իր մասին է տենց ասում, ասում ստիպում էի հայոյեն, հասկանում եք ինչ է նշանակում հավատացյալին ստիպես Հիսուսին հայոյի, ինչքան պիտի տանջես, որ այդ մարդը հավատքը կորցնի ու հայոյի, այդ տենց կեղտոտ մարդ էր, գնում էր իր կեղտը շարունակելու, ճանապարհին Հիսուսը հանդիպես, գիտեք ինչ ասեց, ասեց եկել եմ, դժվար է քո հետ քեզ իմ հետ կռվելը, այնքան բան էր հայերեն ասած շուստրի էր Պողոսը, գիտեք այնքան պատահական մարդ չէր, այնքան շուստրի էր, գիտեք ինչ ասում Պողոսը, եւ նա ասեց ով ես Տեր, եւ Տերը ասեց ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, դժվար է քեզ խթանի դեմ քացի տալ, եւ դողալով ու զարհուրելով ասեց Տեր, ինչ ես կամենում որ անեմ, ինչով օգնեմ, առաջի բանը, տեսեք, Պողոսը հասկացավ, որ այս ինչ որ ինքը արել է, սա սխալ է, դուրս է եկել հենց իր դեմ, առաջի քայլը գիտեք ինչ է անում, ինչով օգնեմ, այն որ լավ հարուստ բարեկամդ կամ պաշտոնյա բարեկամդ զանգում է, աշճան ինչով օգնենք քեզ, կամ գնում ես իրանց քաղաք, մեր քաղաքում ինչ հարց ունես, ինչով օգնեմ, նույն բանը Պողոսը հիմա երկինք է ասում, ասում է ինչով օգնեմ, ինչ ես ուզում քո համար անեմ, արդեն հասկացա, սաղ կյանքը սխալ եմ ապրել, հիմա ասա տնամ ինչով օգնեմ, գիտեք շատերը Պողոսին փոխանակ, Պողոսին հակառակ, շատ քրիստոնյաներ մտածում են, որ գալիս են Աստծուն, մտածում են ոսկե ձկնիկ են բռնել, 3 ցանկություն արա Տեր Աստված, տուն, մեքենա, կնիկ, ոսկե ձկնիկ են բռնել, Պողոս առաքյալը չասեց, հենց տեսավ Հիսուսին չասեց, Հիսուս ջան ինձ գլխավոր քահանայապետ կդնես, ինչ ասես կանեմ, չէ, ասեց,
Ինչով օգնեմ։ Ինչ ես ուզում, որ անեմ։ Եվ Տերը նրան ասեց. կանգնի ու մտի քաղաք եւ կասվի քեզ, թե ինչա պետք անել։ Մի կարևոր բան եմ ուզում ասեմ քեզ, բայց պիտի ոտքի կանգնես։ Շատ կարևոր բան եմ ուզում ասեմ քեզ։ Տերը քո կարիքը ունի։ Էսի իրականությունն է։ Տերը, գիտես, ոչ թե հենց հիմա կողքիդ կանգնածի կարիքը ունի, որտեվ ինքը փարապ ժամանակ ունի, ազատ ժամանակ ունի, ինքը մի քիչ ավելի բարի է, դու մի քիչ դաժան ես մտածում ես, կամ մի քիչ ավելի խելոք է, կամ մի քիչ ավելի մտածում ես դու ես իրանից խելոք։ Չէ, Աստված հենց քո կարիքը ունի։ Գիտես, եթե Աստված իր ժողովրդին հալածող, հավատքից գցող Պողոսի նման մարդասպանի կարիքը ուներ, հասկանում ես, ուրեմն ինչքան առավել քո կարիքը ունի։ Ինչքան առավել Աստված հենց քո կարիքը ունի։ Ու խնդրելու եմ քեզ սրանից հետո աղոթքներդ փոխես։ Դուրը մի քիչ դարձնես, Տեր Աստված, ինչով օգնեմ։ Հա օգնես, դու իրոք օգնում ես։ Ու Աստված չի ամանչում, ասի, գիտես, եթե քո բարեկամը քաղաքապետն է, մոտենաս ասես ինչով օգնեմ կվիրավորվի։ Ասի այդ ես քեզ պիտի օգնեմ։ Բայց Աստված չի ամանչում, երբ որ դու իրան ասում ես ինչով օգնեմ, որովհետև ինքը իրոք հենց քո կարիքը ունի։ Հենց քո օգնության կարիքը ունի։ Մենք շատ ենք ասում, չէ, Հիսուսը ուրիշ ձեռներ չունի այս երկրի վրա, բացի քո ձեռներից, շուրթեր չունի, բացի քո շուրթերից, ոտքեր չունի, բացի քո ոտքերից, ու դա իրականություն է։ Սոս եղբայրը այսօր ասում էր, որ տաքսիի մեջ ինչքան է Հիսուսից խոսում մարդկանց։ Աստված այդ մեքենայի մեջ սոս աղբոր շուրթերի կարիքը ունի, այդ մարդկանց խոսալու համար։ Աստված այդ մեքենայի մեջ այդ կնոջ կարիքն էլ ուներ սոսախպորը բան ասելու համար։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Աստված բոլորից կարիքը ունի սիրելիս։ Ու ես խնդրելու եմ քեզ փոխես աղոթքներդ։ Եթե աղոթում ես դուր, օգնի, հասի, բարձրացրու, իջացրու, տար, բեր, չգիտեմ, ոսկե ձկնիկի փիլիսոփայությունից դուրս գանք։ Աստված ոսկե ձկնիկ չի։ Աստված սիրող հայր է, ով որ քո կարիքը ունի։ Գիտեք ամենահաճելին ինչն է, երբ որ երեխեդ առաջի անգամ քո համար ջուր է բերում։ Արդեն հասել այն տարիքին, որ այդ տնկտնգալով, սենց կիսանգնելով կարողանում է քեզ ջուր բերի։ Գիտես ինչ մեծ զգացում է, որ արդեն երեխաս իմ կարիքը բավարարում է։ Դրա համար սիրելիս Աստված քո կարիքը ունի, հենց քո։ Ուզում ես օրհնված անես, Աստված քո կարիքը ունի, ուզում ես լավը լինի ընտանիքումդ, Աստված քո կարիքը ունի, ուզում ես հաջողվես, ուզում ես առաջ գնաս, առողջ լինես, Աստված քո կարիքը ունի, տեղից սկսի։ Մենք այն մյուս կողմից ենք սկսում։ Օգնի, բժշկի, որ ծառայեմ։ Աստված ասում է ծառայի, որ բժշկեմ։ Լավ էլի սկզբից օգնի, որ այնքան եմ լսել, գործերս լավանա, որ գամ եկեղեցուն ֆինանսներով օգնեմ։ Աստված ասում է, արի ծառայի, Աստված քո գործերը կլավացնի։ Մի մտածի, չէ, գործերս լավանա, ես փողով եմ ուզում գամ եկեղեցի։ Աստծուն քո փողերը պետք չեն, դու ես պետք։ Հա, Աստծուն դու ես պետք։ Մարդիկ մտածում են, թե եթե ինչ որ ձևով ֆինանսական հարց է լուծում եկեղեցում, ինքը արդեն ազատված է նալոգներից, հա, ոնց են ասում, երկնային։ Տենց չի սիրելիս, Աստծուն դու ես պետք։ Աստված քո կարիքը ունի։ Ոսկին էլ է Իրանը, արծաթն էլ է Իրանը։ Աստված հենց քո կարիքը ունի։ Ամեն։ Ես հիմա խնդրելու եմ մի հատ աղոթք անենք իրար հետ։ Աղոթենք, ասենք Տեր Աստված։ Այս անգամ բարի բան չուզենք, առողջ լինեմ, հարուստ լինեմ։ Աղոթենք, ասենք ինչով օգնեմ։ Ինչով օգնեմ։ Այս անգամ ծնունդն է եկեղեցու, ասա նվեր եմ բերել քեզ, նոր աղոթք եմ անում, ինչով օգնեմ Տեր ջան։ Ինչ ես ուզում քո համար անեմ։ Ինչ նվեր տամ քեզ։ Ուզում ես 15 օրը մինիմում 10 հոգու Հիսուս քարոզեմ։ Ինչ ես ուզում անեմ։ Աստված ճանապարհներ ունի քեզ, ասի ինչ անես։ Հովիվի շուրթերը կօգտագործի, երազը կօգտագործի, ավակիդ կօգտագործի, հարևանիդ կօգտագործի։
Սոս աղբոր նման տաքսին նստած աշխարհի քուրիկին կօգտագործի, քեզի ասելու ինչ կարիք ունի քո մոտ։ Աստված իր ճանապարհներ ունի։ Շատ հաճախ ինքը հենց այն ճանապարհն է ընտրում, որ կյանքում չես մտածի։ Դրա համար էդի թող իրա վրա։ Դու քո բաժինը։ Կարաս այսօր այդ աղոթքը անես։ Իրական իրար հետ աղոթենք, ոչ թե դե հովիվա եկել է, հեր Մոսկվայից եկի հասել է մի բան է խնդրում, արի իր հետ աղոթենք։ Չէ, սիրես։ Կարաս դու իրական հիմա Հիսուսին ասես ինչով օգնեմ։ Ինչով օգնեմ, ինչ ես ուզում անեմ։ Գիտեք, չուշացրեց, մի վարքյան չուշացրեց Պողոսը։ Հենց իմացավ ում հետ է խոսում, առաջին ասեց ով ես դու։ Ասեց ոնց ով եմ։ Երկնքի երկրի արարիչը կանգնել է քո դեմը։ Առաջին մի վարքյան, գիտեք, մի անգամից ասում է ինչով օգնեմ։ Ինչ անեմ քո համար, ասա։ Բա որ դու ես էլ ես ինչ ունեմ մտածելու։ Քան եկել ես մի անգամից, էլ պետք չի երաս, պետք չի հարևաններով, հովիվով, ծառ, ինչով օգնեմ, ասա, եկել ես, ասա ինչով օգնեմ։ Աստված չուշացավ, գիտեք ինչ ասաց, գնատուն մարդ կա գգա քեզ կասի ինչով օգնես ինձ։ Հետաքրքիր է որ մի անգամից չասեց Աստված, որ իր դեմը կարար Հիսուսը ասերսեն, ասեց գնատուն քեզ կգան կգասեն ինչ պետք է անես։ Արդեն ճիշտ հարցը տվել ես, երբ որ Աստծուն ճիշտ հարց ես տալի, ճիշտ պատասխան ես տանում ես։ Հա։ Դրա համար ես խնդրում եմ փակես աշկերդ, եթե պատրաստ ես քո ներսում ասես Տեր Աստված, ինչով օգնեմ։ Կապ չունի ես տկար եմ, կապ չունի աղքատ եմ, կապ չունի խնդիրների մեջ եմ, կապ չունի մեկը լինի ինձ օգնի։ Ես ուզում եմ քեզ ուղակի հարց տամ, դու ինձ գիտես, ամեն ինչ ես գիտես, ինչով օգնեմ։ Արի աղոթք անենք, լավ։ Երկնային Տեր, ես խնդրում եմ խոսած ամեն մեկիս հետ Տեր։ Մենք ուզում ենք օգտակար լինենք քո արքայության համար, քո գործի համար։ Մենք ուզում ենք լինենք պիտանի ծառայի նման, ոնց որ դու ասում ես քո խոսքում։ Չլինենք անպիտան ծառա, որը որ ոչինչով քեզ չի օգնում։ Ես խնդրում եմ Տեր։ Մենք ուզում ենք լինենք օգտակար քո արքայության համար։ Մենք հիմա եկել ենք ու ասում ենք Տեր Հիսուս, ինչով օգնենք։ Խնդրում ենք ցույց տու ամեն մեկիս Տեր քո ճանապարհներով, քո ընտրած ձևով ցույց տու ամեն մեկս ինչով քեզ օգնենք Տեր, որ լինենք օգտակար քո արքայության համար։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու մեզ վստահում ես քո գործը։ Շնորհակալ ենք, որ ամեն մեկիս համար մեծ ծրագրեր ունես քո արքայության գործերի համար։ Շնորհակալ ենք Տեր արքա։ Օրհնում ենք քո մեծ ու սուրբ անունը ու խնդրում ենք պատասխանես մեզ հստակ, որ ամեն մեկս հստակ իմանա ինչով քեզ ծառայի Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Գիտես, էսի մեր բաժինն է։ Կարող է ինչ-որ մեկը հարցրեց, ասես Տեր ինչով օգնեմ։ Աստված գասի, բալես, ուզում եմ մի շաբաթ գնաս հանգստանաս, դրանով ինձ կօգնես։ Որ մի շաբաթ լարվածությունը թողես, ուղղակի գնաս հանգստանաս։ Այնպես չի, որ հենց ասում ես ինչով օգնեմ, մի անգամից 10 կիլո մեշոկը տալիս են, ասում են դե տար, երկնքից մի հատ պարկ անգնում վրա, դե տար, ծանրությունը։ Չի ասում իմ լուծը թախծր է, թեթև է։ Կարող է մեկի ուղղակի ասում է գնա հանգստացի, դրանով եմ ուզում, օգնես իմ երեխուն, հենց քեզ։ Երիք աշխատես, մի շաբաթ դադար տու։ Այն մեկին կարող ասի, կարող է գնաս վերջը են հարևանի դուրը ծեծես։ Այն որ ամեն իրիկուն ականջը դնում ես, լսում ես մարդու կնիկ ոնց են կռվում, ասում ես հլա, այսօր թազա ռաունդ է սկսե բոքս։ Չէ, գնաս դուրը ծեծես, լսեք երիք է էլի։ Հիսուսը ձեզ շատ է սիրում, բարի շեք էլի, խաղաղվեք էլի։ Կարող է դա ուզում, դրանով օգնես։ Հա, պարտադիր չի, ասեն ծանր բերդնի քո վրա։ Գիտես ինչն է պարտադիր, սրտի դիրքը։ Ովքեր որ հին մարդիկ են, իմ նման, ես հին եմ, անցած 1001-ից եմ, ովքեր որ հին մարդիկ են իմ նման հիշում են, մենք դպրոցում, որ պիոներ էինք դառնում, մեզ ասում էին եղիր պատրաստ, մենք պետք է ասենք միշտ պատրաստ, այն ներսում այդ միշտ պատրաստում ունեցի, երբ ասես ինչ ասես, մենք երգում ենք, չէ, ուր գնաս կգնամ, ինչ ասես կանեմ, սենց, գիտենք մենակ երգելով է, հետ որ ասում ես, ընդեղ գնում այդ երգը, հետո գալի ասում են բան կա անելու, ասում ես զբաղված եմ, բա ուր էիր երգում, գիտեք քրիստոնյաները, որ գալիս են եկեղեցի, որ երգ է գնում, գիտեն էդի երգելու համար է մենակ, չէ, թռչակում է,
Այն որ երգում ես, նա ինչ ես երգում։ Հա, մեկ-մեկ նայ, ուր գնաս կգնամ, ինչ ես կանեմ։ Կլինի գնաս կողքի գյուղը, վայ, լավ էլի, ես ուր գյուղն ուր, բա խես երգում։ Հիսուս ընդեն գյուղում քեզ է սպասում, ասում ես կգամ, բա չես գնում։ Ինչ ասես կանեմ։ Մի հատ գնաս այսօր ծառայությունից հետո հպարտությունը դիր մի կողմ, բանակում էլ ավել չես արել, ասա ժողովուրդ, այսօր ես եմ ավլելու եկեղեցին, ով ես։ Հա, բա ասում էր ինչ ասես կանեմ։ Բա խեյր ասում։ Հա։ Քրիստոնեությունը խոսքեր չի, սիրելիս։ Այստեղ ասա։ Այստեղ։ Ամեն։ Տեր օրհնի քեզ։ Ինչով օգնեմ։ Դու մոռանաս այդ աղոթքիդ մեջ, հա։ Թազա բան մտցրու աղոթքիդ մեջ։ Ինչ ուզում ասես, գոնե վերջում շուրարի ասա, ես քեզ ինչով օգնեմ։ Մի բան ասա անեմ էլի։ Ամեն։ Փառք Տիրոջը։